Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի հայր ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Բոլորի համար արդեն ակնհայտ է, պարզ է, թե ինչ է կատարվում և ինչ են վիճ դրել գերտերությունները Հայաստանի ընտրությունների հարցում։ Են որ ես մի տարի կես առաջ ասում եմ, որ Վարդան Ղուկասյանին առևանգել են, ապօրինաբար պահում են ընկեր ամերիկացիները եւ այլն, մարդիկ ասում են, արդար բանը դատական արդար համակարգ ունեցող երկիրը Վարդան Ղուկասյանին կթողան։ Մենք համոզվանք ընդամենը այս մի քանի ժամվա մեջ, որ դակամստեղ արդարադատություն բառը գոյություն չունի, ոնց որ ասում էր Միքայել Նալբանդյանի բանաստեղծության մեջ, ազատություն գոչեցիր, ազատության դու զինվոր, ազատություն ուզողին այս աշխարհը խիսներ է, մենք էլ արդարություն ենք ուզում, ստեղ էլ չկա արդարություն, ձեր Ամերիկաներում են, որ նայում ասում եք, Ամերիկան արդարության երկիր է, արդար դատական համակարգ, 8-9 ամիս մատերի վրա խաղացնելուց հետո, վերջի դատական պրոցեսն եղավ ապրիլի 14-ին, մի ամիս էլ սենց մատերի վրա խաղացնելուց հետո ամերիկյան դատարան ասում է, չէ դու չես կարող գնաս, այդպես նախադեպ գոյություն չունի, սա գիտեք ինչի նման, ոնց որ մի հատ հիվանդի, որը որ փորձել է ինքնասպանություն գործել սեռական օրգանից կամ հետացքից, վեկալ են բերեն հիվանդանոցի հերթապահ բուժ պերսոնալը վիրաբուժ, դասի գիտեք ինչ, մեկ սենց նախադեպ չեք ունեցել, որ մարդը ուզեն է ինքնասպանություն գործի սեռական օրգանից կամ հետացքից, մենք բուժօգնություն չենք կարող ցույց տալ, իմ բարերով եմ բացատրել, որ ժողովուրդը հասկանա, որովհետև մեծ մարդը չհասկանա ինչ է կատարվում, տրամաբանական է, չեն ջոգումից ինչ է կատարվում, այսինքն բժիշկն ասի գիտեք ինչ, մարդը ինքնասպանել եմ գլխից կամ սրտից, եսի քամակից ցակից է որոշելի, կամ սեռական օրգանից, բուժօգնություն չեն կարող ցույց տալ, դες բան բժշկական համասարում չեն կանցել Ես հապատասխանեմ դատարան, ասում եմ, տեսան չի եղել ամերիկյան արդարադատության մեջ, որ մարդ ասի, ես փակում եմ իմ բոլոր դատական գործերը, ես հրաժարվում եմ իմ բոլոր դատական հայցերից, ես վճարում եմ իմ ճանապարհակ ծախսը, ես ցույց եմ տվել դատարանին իմ գնալու մարշրուտը տոմսով, ամեն ինչով եւ այլն, եղբայր բացի գնում եմ, իրականացնում եմ քո միգրացիոն դատարանի վճիռը, էթում եմ, կանյասի չես ես բան չի եղել ամերիկյան դատարանական պատմության մեջ, ես չգիտեմ, ո՞նց թույլ տամ Հələ դուք սրա պատասխանը նայեք, խելքին աշեցեք։ Ես էլ ամերիկյան դատարան եմ, սկսեցեք միտինգի շուխուրը, հելավ, միանգամից ասում եմ, հելի գնա, ես հելի գնա ման ավոշեմ, տեղը ես չգիտեմ ոնց ասեմ դու հլնես գնաս։ Այսինքն դուք հիմա հասկանում եք, չէ, որ Վարդան Ղուկասյանի անձը այնքան կարևոր, այնքան վտանգավոր է անգամ այս երկրի համար, ինչ մեծ խաղ է գնում Հայաստանի Հանրապետության համար, որ ասում եմ, չէ պիտի մնաս տեղ, պիտի մնա գնացեք բողոքեք վերևի դատարանները, թող վերևի ամենավճռաբեկ դատարանը ասի, մնամասը չի մնում, ժամանակաշահ Եվ սրա վառապացուցը այն է, որ Արաբատ Միրզոյան բոզից տղեր, այսօր կայնում ասում եմ, մենք տալասներ ունենք հետ տալու, մենք ասում եմ վրա ենք, մեզ տալասք հետ տանք Ադրբեջանին, և քաղաքական դաշտում այսօրը տեղ վարչապետի աթոռի համար հետույք տվող ընդդիմադիրները տաշիր, մաշիր, գագո, դոդի գագո, չի հլնում ասում, ես ինչ ես ասում, Արաբատ, ինչ տարած, մենք հլը Ղարաբաղը տնիք հլը չպրծակ, մի հատ էլ ասում ենք հլը էլիք տարածեք պիտի տա, քյարքի պիտի տա, նավքի պիտի տա, հլը սաղ պիտի տա, Երևանն էլ տու, մորը ծծծնեմ, Երևանն էլ տու, էտ էլ ասա, էտ էլ մերը չի, ասում Արցախը մերը չի, Սյունիքը մերը չի, սաղ մերը չի, սաղ պիտի տակ, մենք հլը տարածք ունենք տալու, Ալես Սիմոնյանը հել է Պուտինի վրա մատա թափ տալը, Բոցի տղա Ուկրաինա ես ուզում շինես Հայաստանը, դրան եք ձգտում, Վարդան Ղուկասյանը, որ ասում է Ռուսիա պիտի լավ լնենք, սեց լնենք, Վարդան Ղուկասյանը ռուսամետ չի, Վարդան Ղուկասյանը չի ուզում, որ արջի թաթը դրվի մեր վրեն, ճզմի ասի դե գնա ծնողիդ բերան է իսկականից ու պետություն ենալու իրավունք չունես, կարա ասի ու կարա անի, Անկախությունը ձեր գլխին վերևից ընկավ, խնձորի նման, վերևից սովետը քանդված ձեր գլխին անկախություն ընկավ, դուք չեք կարող մետի պահեք, չեք կարող, երկիրն առել եք, վազում եք փողի դիմաց թուրքի ոռը, որ երկիր կորցնեք, թուրքերն էլ սրանց է փոխել, որ այդ խելագարին պահեք բատը, որտեղ որ հելա սաղի տուն ու տեղը ծծնելու է 37 թիվը անելու։ Ես չեմ ուզում, որ Հայաստանը մի գեղեցիկ օր զարթեք տենակ ռուսական տանկերը, հրապարակի մեջտեղ են երագույնը իջեցրել են, իած երագույնը բարձրացել, ասում են իդիցե, ի պասասիցե, և կարա անի, ոչ մեկ ձեռը չի կարա բռնի, ոչ մեկ։
Ուկրաինայի նման եկապետությունը դրին կիսին Լուգանստան զղրի մրիմ 2% վեկալավ 1 միլիոնից ավել մարզովա 8 միլիոն այդ ուկրաինացի փախամոր Եվրոպային գորբ այսօր ինչ են ասում են պիտի ինչ վեկալա պիտի 10 բա ինչ է ուզում դու Եվրոպա Դու Եվրոպան 1920 թվին թքեց Սևերի պայմանագրի վրա նույն Ֆրանսիան լուծարեց հայկական լեգիոնը ինչա Կեմալին դուր գար Այսօր դուք եկի ասում եք Եվրոպան մեզի կպահի խոսքերով ում դեմա պահելու ռուսական տանկի ես չեմ ուզում դալի ես չեմ ուզում որ դուք անկախություն կորցնեք այ տոպոյներ Այ աննասուն Եվրոպա մեծ կոչվածներ ինչ ասեմ ձեզ որոք որ չեք հասկանում ձեզ Եվրոպան չի սպասում Խոսքերով ազդեց Եվրոպան պահելու, քամելու են ինչ կա, չկա ինչա ռուսին վատություն անել։ Վերջում Հայաստանը չի թողա ռուսներ որ գնա Թուրքիա, հագարժների թողարեք, չի թողա եւ ճիշտ կանի։ Իա քաղաքական պետակաշահը դրա մասին է խոսում։ Այդ երկիրը տարածք պահել գիտի, տարածք ավելացնել գիտի։ Չի հելը մեզ բոզի տղու նման ասեցի մերը չէր պիտի տանք։ Դուք պատկերացնեք Ռուսաստանի կառավարությունը ասի կուլյան գրզերը մերը չի պիտի տանք Ճապոնիային։ Կալինինգրադը մերը կյանքում չի եղել պիտի տանք Գերմանիային։ Ուտ են շարունակ։ Ատես բանկ պատկեր չի կարելի։ Այս բոզի սղեկն եկել են, էսի մերը չենի, սախ մերը չի։ Մենք ոչ որ այլ մոլորակնի ենք, վերևից ենք եկել նստել։ Այդ դրամային վարձավ ուգազանից վախենում են պահում են ստել տրանտրություններն ավարտի որ Նիկոլ վերարտադրվի ես էլ սրանց ասել են նորից են կրկնում հրապարակայնորեն Նիկոլ եթե վերարտադրվեց նա երկար չի պաշտոնավարելու գրուկա պեչատուկա ստորագրուկա երկար չի պաշտոնավարելու դուք ձեր նպատակին չեք հասնելու դուք ըսկի Ուկրաինայում ձեր նպատակին չհասաք որ մնաց է միակ պուզու Հայաստան որտեղ լիքը ռուսական զորք կա Ընդամենը 3 ժամ եւ վերջ, այստեղ են ասել 3 ժամ եւ վերջ, կծասնեն, չկիմանա ոնց, այդ սախ թրկահպատակ բոզի տղեկին, այդ սախ Եվրոպա կորացողներին, որոնք որ վեկալի դրոշ են թապարը, ռուսի կինատու մեր որը տանկելերին, ես ինչ է կանում, ես ուզում եմ, որ այդ անկախությունը ձեր գտնին, որ ընկելա, այդ էլ չկործնեք, բայց դուք ցկտում եք որ դա էլ կորցնեք, այդ երագույնը լիչեցնեք եւ այլն ասեն դե գնացեք դուք պետություն ունենալու իրավունք չունեք, ով է բռնելու արջի թաթը, ոչ մեկ։ Փոխանակ նորմալ մարդկային հարաբերությունների մեջ ունեն անկախություն վայելեն, տնտեսապես զարգանան, ծերի համեմատած Եվրոպայի ծերի գազը կա, լույսը կա, իսկ դրեն վայրեն առաջ չէ պիտի առեփետը բզում թրկահպատակություն են կարոզում մի հատ էլ ասում են տարածներ ունենք մորը բանը տար դու թուրքերին Արաբատ Միրզոյան կնգա տար դու Ալիևի զորքը շինի այդ Շենգավիթի ժողովուրդ են անում շապերը որ հենց ծրել է Նիկոլին քիչ Շենգավիթում լավ տվեք լիքներ Եզի ասորի զինվորը գա ձեր համար զոհվի, որ դուք հող պահեք, հայ զինվորի հետ միասին, դուք օլիգարխներ, տաշից, երկու տղալից երկուս էլ բանակից ազատել ես, դոտ, երկու տղալից երկուս էլ բանակից ազատել ես, այսօր հելել եք, ասում եք, մենք ուզում ենք վարչապետ դառնանք, որ ինչ անեք, տարածքային պահանջ չունեք, ինչ Ադրբեջանացի դրայից համաձայն եք, մեր հարևանները պիտի լավ լինենք, բիզնես անենք, տռոսիկ մայքած ախենք, ապրենք, հենալույման ես բոզի տղեն ասում էլի, հիմա դուք պիտի կաք, լապեք, միակ մարդը որ լապելու ձգտում չունի, տարածք տալու չունի, ընդհակառակը անցած խոսում Արցախը հայերի վերադարձի մասին, մենակ Վարշավ Բուկայսյանը, դա ամերիկյան կառավարությունը ստոպ էսուր է այդտեղ, ու այս մարդը հետևից հակի ձայներով, հելմնայի մոտ, այս իա դատական համակարգով էլ պահում է։ Սիրելի ժողովուրդ, եթե ես ստեղ չեմ կոտրվում, եթե ես գտնվելով այս չքնաղ չակերտավոր բանտում շարունակում եմ իմ պայքարը, իմ լեզուն, իմ քամակը չեմ կողքան, իրանք էդի չեն տենա, ես զագաղի մեջ չեմ խոսալու։ Դուք մի մարդու նման պարտավոր եք ամսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ ձեր ձայնը տալ 15 քվեաթերթիկին։ Ուրիշ համար գոյություն չունի ախր։ Մի հատ էլ այսքանը ճիշտ։ Մի հատ էլ դրեք նայեք, կա որևիցե մեկը, ով սրանց տուն ու տեղով տխսնում է։ Կա որևիցե մեկը, որն ասում է տղա ջան, ես թուրքին տալու ոչ մի բան չունեմ, հələ ես պիտի հետ բերեմ։ Իմ ժողովուրդը պիտի հետ գնայի տան մեջ ապրի, որովհետեւ եթե այսօր Արցախը տվի, վաղը Սյունիքն է տալը, մեկ նույնն ասում է սպարապետը։ Փագեցիք Արցախի էջը, փագելու եք ժողովրդի պատմության վերջին էջը։ Դրա համար էլ ռոբասերժական բոզի տղեկը օկտեմբերի 27-ով այդ մարդուն, այդ գյոզալ մարդուն Դերոջյանը հետ միասին վարի տվին։ Հասկանում եք,
Մի մարդու նման պիտի գնաք, չմտածեք Վարդան Ղուկասյանը բանտում է, բան չի կարող անել։ Նելսոն Մանդելան էլ էր բանտում, ընտրվավ դարավ, նախագահ հելավ սեև երկար հաճատը դրեց քաղաքական հակառակորդների բենի մեջ։ Ասես վեկալեք որ արեք գլա։ Հիմա ձեզանից է կախված Վարդան Ղուկասյանի ազատությունը, ձեզանից է կախված Հայաստանի անկախությունը, սովերենությունը, ձեզանից է կախված դուք կդառնաք մուսլիմ մագամայևներ, թե կմնաք Արնո Բաբաջանյաններ։ Ձեզանից է կախված, որ մեկ մարդու նման վեր կենալ եւ գնալ բացատեղամաս։ Մի ասեք Վարդան Ղուկասյանը չկա, Վարդան Ղուկասյանը կա չի մեռե։ Մի լսեք որոշակի մարդկանց, որոնք որ ասեն Վարդան Ղուկասյանը ցուցակում չի, կապ չունի, տաշին էլ ցուցակում չի։ Նիկոլ Փաշինյանը ցուցակում չէր, գնոտ կեսխմին, հանրապետականները բոզի ստողում քուքից առանց կրթության, առանց վայենի բիլետ, հոգեբուժարանի թղթով Բերիշինին վարչապետ։ Նույն ձև էլ Վարդան Ղուկասյանի պատգամավորները գնոտ կեսխմելու են Վարդան Ղուկասյան ամերիկյան բանտից, որպես վարչապետի տեխնազո դուրս գալու, ասի եկեք արեք գլը, նստելու է սամալոտ ու գա։ Դեզանից է կախված, գա ու անի այն ինչ որ պիտի անի։ Այդ սպիտակ գայլը դոկուսակցության գեբի վրա պատահական չի։ Գայլը դա անտարի սանիտարն է։ Եվ որպես անտարի սանիտար եւ որպես սպիտակ գայլ, ոչ թե գորշ գայլ դրանց նման։ Վարդան Ղուկասյանը անելու է այն ինչ որ պիտի անի նորմալ, ղեկը գլխին, հայրենասեր յուրաքանչյուր կառավարություն։ Չիսկա Բարից ամենաբուն իմաստով չիսկա։ Դոնց սաղին պետք է անել կուկուլալատու մամբա մորմաշ եւ վերջապես ցույցը որ հայ բոզի տաղա։ Մենք հələ բաներ ունենք թուրքի տալու տար կնգա տուր թուրքին։ Օղոյ մասիկ մանվելի ասած ձեր մորը տարեք տվեք թուրքին։ Այ բոզի տղեկ։ Մենք վահացվելու նահանջ կալ իրավունք չունի։ Ով է որ ասում է Վարդան Ղուկասյանը ցուցակում չի տելևիզորի միջից կլի, ռադիոյի միջից կլի, թքեմ եք տելևիզորի եւ ռադիոյին ասում գնաց անողից բերանը։ Վարդան Ղուկասյանը կա։ Վարդան Ղուկասյանը լինելու է, Վարդան Ղուկասյանը գալու է։ Գալու է ու ծխնելու է։ Այս է լինելու իմ լոզունգը։ Տարածում ենք, չենք վահացվում, չեք կոտրում, դուք իմ ցենից լսում եք, որ ես կոտրված եմ։ Դուք իմ վրից զգում եք, որ ես վհացված եմ, ֆոտերս կերել են, թե ես կկոտրվեմ։ Մենք մեր բողոքը շարունակելու ենք, դատական համակարգով հիմա են որ ասում է, բանը տաքսի մեջ դատ կա, դատարան կա, գերագույն դատարան կա, գնանք գերագույն դատարան, մեկ էլ ասում ենք խաղաղ ժամանակի վրա, միշտ հայ ընտրողը կգնա ընտրատեղամաս կասի տես Ամերիկա, տես իմ ձայնը տալիս եմ համար 15 քրյաթերթիկին, տեսած, դե հիմա գնա ու ոտերս տես, ասում ու կծնա քվյատուպի մեջ եւ հետեւողականանում յուրաքանչյուր ձայնի համար եւ ըլնամա այն իշուն ըլնամա Վարդան Ղուկասյանը Հենդերսոն դետենշոն ցենտրից դուրս է գալի որպես վարչապետ ուսանք ըլնամ են մատվոր որ նրանք որոնք որ Յաշիկով փողը վեգալել են թուրքերից որ իրանք իրան սպատակին չհասան ես էլ կասեմ Ալիև ու Էրդողան դեմը Ալի ու ծվերը սկերտ մամայից բերանը, որ ասում ես Հայաստանը սենց ու Հայաստանը հետենա որևիցե մեկը ատեղ են դոտին նայեմ ասում ես երնեք հոտիրում, մուսկուլնի է, բայց բենից մի հատ բար չի հլնան, ինչ-որ մեկի հասցեին, ոս կարարինից, շիտ ու տվությունը տվել են, տղեքին բանակից ազատել են, միլիարդները դրած վայլմա, հիմա այլեն ասում է, ես անդիմություն եմ, ստի տիրոշ մերը կամ ստի մերը թե դու անդիմություն ես, գագո, նույնը տաշիր է, նույնը մյուսները Ռոբիկի տուն ուտեղը ծծցն է պարլամենտում նստած էր Ղարաբաղը չի տվիր, Ռոբիկ հիմա հերեն ովից ուզում ես, հայրենի կտերանա, հերետ ընդեղ էր թաղացել, չգիտենք հերետա թե ով է, չի տվիշ, միատելեսը բերինցը դարչիլը, որ դու պիտի Ղարաբաղ հետ վերադարձնես կամ Ղարաբաղսերը պիտի գնա Ղարաբաղ կանտոններ, դարի միասավ, այսքանը ամենան հայկանքով, ամենան հայոց Վարդան Ղուկասյան